Բարև ձեզ, եթերում վերեք հաղորդաշարն է։ Աչքեր ունեցողները տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում, եւ ես անդրադառնալու եմ այս մեր իրականությանը, սակայն փորձելու եմ խորքային պատճառները ներկայացնել, թե ինչու կա այն իրականությունը, որ կա։ Եվ այսօրվա թողարկումն էլ վերնագրել եմ այսպես՝ ստորակարճ դիկտատուրա, եւ կփորձեմ հիմնավորել, թե ինչու կա դիկտատուրա եւ ինչու է այն ստորակարճ։ Դեռ անցյալ դարի վերջից ես սկսեցի ուսումնասիրել մեր իրականությունը, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչու է կատարվում եւ ինչու ունենք այն քաոսային իրականությունը անցյալ դարավերջի։ Քննում էի եւ ընդդիմության վարքը, եւ իշխանությունների վարքը, եւ ընդհանրապես ժողովրդի վարքը։ Բախտի բերմամբ թե պատահմամբ հնարավորություն ընձեռնվեց ինձ համար, որ ես իշխանության ներսը տեսնեմ։ Եվ ահա այս քննախույս հայացքով ես զննում էի իշխանության բուրգի գագաթը։ Ովքեր են, ինչ են մտածում, ինչ են անում, ինչ չեն մտածում, ինչ չեն անում։ Այնուհետև բավական երկար ժամանակ ես հնարավորություն ունեցա կառավարության համակարգը ներսից զննել, ասենք մի նախարարությունում էի, տարիներ շարունակ տեսնում էի ինչ է կատարվում, բացի այդ իմ պաշտոնը այնպիսին էր, որ ես առնչվում էի այլ նախարարությունների իմ գոլեգաների հետ, նրանք էլ իրենց նախարարությունների ներսն էին այսպես զնել եւ ամբողջական պատկեր ես ունեի կառավարության ներսում մարդկանց ներգրաված մարդկանց որակի մասին։ Եվ դիտարկելով, հասկանալով, թե ինչ է կատարում, այնուամենայնիվ մի շերտ կար, պաշտոնի մի ինչ-որ շերտ, որոնց ես այսպես ասած իրենց համար իսպանական ամոթ էի զգում։ Իսպանական ամոթը այն է, երբ որ մեկ ուրիշը ինչ-որ վարք է դրսևորում, դու նայում ես ու դու վատ ես զգում իր փոխարեն, ասում ես լավ ինչպես կարելի է այդպես ապրել։ Այդ շերտը դատավորներն էին։ Ես հետևում էի եւ մտածում էի լավ, այս մարդիկ մի կյանք ունեն եւ ընտանիք պահելու, ինչ-որ բարեկեցություն ապահովելու համար հարկադրված են կատարել անընդհատ երևի թե ու գրեթե բոլորը վերևից իջնող հրահանգներ։ Ինչ-որ դեպքեր են քննում, իրենք ներքուստ, այսպես հոգու կանչով այլ կարծիք ունեն, բայց վերևից ասում են, թե այսպես պիտի անեք եւ իրենք էլ դա անում են, ու ես անընդհատ մտածում էի, լավ ինչպես են կարողանում թույլ տալ այդ ստորակարճ վիճակը։ Ու պատահեց այնպես, որ մի անգամ ծանոթս հրավիրել էր մի թեթև խնջույքի, գնացի, չէր ասել, որ ինչ ովքեր են գալու եւ պարզվեց հրավիրել էր նաեւ մի դատավորի։ Դա ես պատմում եմ առնվազն 10 տարի առաջվա դեպք։ Դատավորը ականավոր դատավոր էր, իշխանական պատվեր կատարող, ակնհայտ։ Հիմա սեղանի շուրջ նստած ենք, ես այսպես ասած ախորժակս փակվել եւ մտովի այսպես փորձում եմ ներթափանցել իր աչքերից ներս, մտել գլխի մեջ ու հասկանալ լավ, մարդը ինչպես է կարողանում այսպես ապրել։ Հրահանգ են տալիս, ինքը կատարում է, հրահանգ են տալիս, ինքը կատարում է, դեմ գնալով իր խղճին։ Ու նայում եմ իրեն ու այդ պահին էլ ես հերթական անգամ դժվարությունների մեջ էի։ Սոցիալական։ Իմ տեսակետների պատճառով, ասենք հերթական անգամ քաղաքական հայացքներ էի արտահայտել եւ ասենք խնդիրներ էի ունեցել աշխատանքի հետ կապված։ Նայում եմ իրեն ու ես ինձանից անկախ վերհիշում էի իմ անցյալը։ Առաջին իշխանությունների ժամանակ ասացի հնարավորություն էր ընձեռվել ես բուրգի դեսվերների հետ շփվում էի, բայց ասենք չկարողանալով տանել, ես հենց իրենց էլ ասացի, որ դուք երկիրը տանում եք աղբանոց։ Ես դուրս եմ գալի։ Ես այդ ճամփա չեմ գալի։ Երկրորդ իշխանությունների օրոք երկու անգամ իմ հաղորդաշարը փակվել է։ Երկու տարբեր հաղորդաշարեր հենց նախագահականի ցուցումով։ Ինչի համար ասենք ես տեսակետներ էի արտահայտում, որ ասենք որից կնճռոտվում էին վերևներում եւ ասենք փակում էին իմ հաղորդումները։ Երրորդ իշխանությունների օրոք արդեն նախարարության մակարդակով էին խնդիրներ ստեղծում։ Էլի ես հրապարակային խոսքեր էի ասում եւ երկրի վերաբերյալ, իշխանությունների վերաբերյալ եւ ինձանից ազատվելու համար գնացին կառուցվածքային փոփոխությունների կառավարություն դիմեցին, որ ինչ փոփոխել, որ ասենք այն կառույցը, որի ղեկավարն է ես, վարչությունը ինչ որ վերանար, ես ստիպված նորից գա եւ այլ, պայքարեի որ այդպես մի քանի անգամ եղել էր։
Ես նայում եմ այդ մարդուն, ես հիշում եմ երկու անգամ, երկու տարբեր նախարարներից մարդիկ են եկել, ինձ ասել են նախարար ուզում որ դիմում գրես։ Պարզե իմ քաղաքական հայացքների համար։ Երկու անգամ էլ ասել եմ գնացեք նախարարացեք թող ինքը գրի։ Ու ես էլի այդ խնդրի մեջ ես նայում եմ մարդը ոնց է կարողանում, ասենք, այտենց այդ վիճակով ապրել։ Դեռ մի բան էլ կենսախինդ էր սեղանի վրա, թամադավություն վերցրեց, այսպես մի հատ շքեղ ավտոյով եկել էր։ Բայց նայում եմ ասում այդ իսպանական խորամուտ է զգում էլ իր փոխարեն, ինչպես կարելի ասենք, այդպես ապրել։ Բայց 2021 թվականից հետո, 21-ի սկզբներից հետո մի ուրիշ շերտ եկավ իշխանական համակարգի, որոնց համար ես սկսեցի ամաչել այդ իսպանական ամոթը ունենալ։ Դրանք ուժային կառույցների ներկայացուցիչներն էին։ Ինչի եմ ասում 21-ից հետո, մինչև այդ, երբ որ լինում էին բախումներ ցուցարարների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների մեջ եւ ուժայինները կոշտ մեթոդներ էին կիրառում, ես ինչ որտեղ այդ մարդկանց հասկանում էի։ Կռիվ էր գնում, ասեք թե նախագահը XY-ը կլինի, թե YZ-ը կլինի, այդ դրանց համար կռիվ էր գնում, այդ ոստիկանական ուժային կառույցները այս համակարգի մեջ էին, իրենց համար ապահով էր, որ մնան այդ հները նորերը գան, գուցե իրենք խնդիրներ ունենան, այսպես պայքարում է ժողովրդի դեմ, ու ես էլ իրենց առանձնակի չէի մեղադրում, թեպետ լավ չէր իհարկե, բայց մտածում եմ որպես վերլուծաբան, ասում եմ դե երկրի համար էլ առանձնակի տարբերություն չկա, նախագահը ով կլինի, գուցե ավելի վատ լիներ, հասկանում եք, որ ում որ ժողովուրդն էր ուզում էր այն ժամանակներին։ Դրա համար այդպես իրենց առանձնակի չէ, իրենց համար այսպես իսպանական ամոթ չէ զգում, այսպես խորացված, բայց ահա 21-ից հետո 2021-ից հետո, երբ որ արդեն ակնհայտ դարձավ, որ Արցախ են կորցնում, ես չնկարագրեմ իրականությունը, ու նույն մարդիկ շարունակում էին նույն ձև չնջխել ժողովրդին, ցուցարարներին, որոնք արդեն դուրս էին եկել ոչ թե այս իշխանությունը, այս նախագահին եք ուզում, ոչ թե ասել դուրս են եկել հայրենիքը կորցնելու վտանգը կանխելու համար։ Վտանգ, որը եթե գար այդ նույն ուժային կառույցներն էլ էին դուժելու։ Ու ես արդեն ինձ հարց էի տալիս, լավ, որպես վերլուծաբան, ինչպես կարող է այսպես լինել։ Ու փորձում էի հասկանալ այդ մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը։ Եվ այսպես ինքս ինձ վերլուծում էի, զրուցում էի այդ կառույցների ներկայացուցիչների հետ, պատճառները, հոգեբանությունը փորձել հասկանալ։ Առաջինը ինձ որ ասում են դե տուն են պահում մարդիկ։ Ես ասում եմ մինչև 2021 թվականի սկիզբը ես տուն պահել այլ հասկանում էի, ինչ կարողանում էի, այսպես ասած աչք փակել։ Բայց գալիս է պատերազմը, հասարակության մի շերտ իր տունը թողնում է, իր ընտանիքը թողնում է, իր մանկահասակ երեխաներին թողնում է, գնում է ռազմի դաշտ, որ կարող է հետ չգա, շատերը հետ չեկան, մի մասն էլ հետ եկավ վիրավոր, խեղված, մի մասն էլ հոգեպես ջարդված, բայց մի մաս էլ կարող է, ասենք, նրանց ծնողներին ջնջխել, ընտանիք պահելու համար։ Եվ հա, սկսում ես մտածել, որ այստեղ ինչ որ մի բան այն չի, ու այդ ծեծողը, որ հենց այսօր էլ անում է, չի հասկանում, որ իր այդ ընտանիքը, որ պահում է, դրա վերջն էլ է գալու, եթե այդ ցուցարարները հաջողություն չունենան, եթե ցուցարարներին ինքը ճնշի, հասկանում եք։ Ու ես մտածում եմ, լավ, այդ մարդիկ իրենց ներսում քշերք չունեն, որ այստեղ դնեն իրենց անձնական շահը, այստեղ ընդհանուր շահը եւ զգան, որ ասենք, եթե այս մյուս տեղից դու քշերքից ամեն ինչ վերցնես, քո ընտանիքներ դու էլ շահ չես ունենա, վերանալու ես ու փորձում եմ հասկանալ, սա ինչ երևույթ է, հասկանում եք։ Ու հիմա էլ դու կա, ու ես ասում, սա աղետ է, սա անոմալիա է, այսպիսի բան պետք է չլիներ, հասկանում եք։ Եվ նման երևույթ ես շուտ էի նկատում եւ իմ Կալիգուլա վեպի մեջ որ լույս է տեսել 2003-ին, այսպիսի մի միտք կա եւ կայսրը որ նայում է մարդիկ ինչպես են ապրում, մի արտահայտություն կա, ստորաքարշությամբ ստեղծված հացով սնված երեխան նվազ պիտանի է պետության համար, ազգի համար։ Ու նրանք ովքեր որ այ հիմա այդ ձևով են իրենց հացը ստեղծում, նրա որ ընտանիք բայց այդ խեքը պիտանի չէ, ոչինչ չի, հասկանում եք։ Դու բաներ եմ ասում։ Մի պատճառը սա էր, որ ուզում էինք հասկանանք, երկրորդը իմ դիտարկումներով ուժային կառույցները վերածվել են յուրահատուկ սեկտաների։
Դրանք պետություն են պետության մեջ իրենց շահերով մի կաստա է, որը նպատակ ունի ծառայել տվյալ պահի իշխանություններին, կարևոր չի ինչեր են ասում, ինչ ասյանի, որպեսզի կարողանա ապրել։ Եվ այդ կաստան խորացել, այսպես կարծրացել է։ Դրա կայացմանը նպաստել են հենց իշխանությունները իրենք էլ, որտեղ իրենց ձեռնտու էր իշխանություններին, որ լինեն անմռունչ իրենց ենթարկվող, այսպես մահակավոր մարդիկ։ Հատկապես որ 90-ականների սկզբներին մեզ գցել են մի մեծ թակարդի մեջ, մեզ հիմարացրել են, բա դուք պատրաստ եք ժողովրդավարության աղավերցրեք այս օրենքները, ընտրություններ արեք, ու մեզ չէին ասել, որ դա ձեր խելքի բանը չի, տվյալ պահի ձեր խելքի բանը չի, որպեսզի ընտրություն անեք, պիտի այս ճանապարհ անցնեք, ազգային ոգին բարձրացնեք եւ այլն, դա մեզ չէին ասել, դիտավորյալ, իսկ գալիս է իշխանություն, չկա այդ պետական ինստիտուտները ընտրություն վերահսկող, հնարավոր չէ 4 տարում ինչ-որ փոփոխություններ անել, հատկապես կապիտալիզմի կայացման վայրի փուլում, եւ իշխանությունները ստիպված էին, հարկադրված էին դիմել ուժային կառույցներին եւ երբեմն ասել դուք չափ անցեք, այդ չափ անցնելու վրա աչք պիտի փակեին, իսկ եթե աչք ես փակում, դու պիտի վարձատրույց դինես այդ ուժային կառույցներին։ Եվ հա այդ ուժային կառույցներին կամաց սկսեցին արտոնություններ տալ ու վերածվեց սեկտայի։ Ես ինքս 2007 թվականին, որ կոնսերվատիվ հեղափոխությունը հրատարակեցի, մի ծանոթ ուներ, որ ուժային կառույցների հետ են ամենավերևի առնչություն ուներ, ես իրեն խնդրեցի այդ գիրքը տանի եւ ասի տար ասա, որ ես մտավորական մարդ է, մտածումների մեջ է, երկրի ապագայով անհանգիստ, աշխարհի փորձը քննել եւ այսպեսի առաջարկ ունի, ինչպես ժողովրդին վերափոխենք, որ եւս ուժային կառույցները այսպեսին չի, եւ ժողովուրդը չլինի այն, ինչ որ հիմա ունենք։ Մեկ-երկու գրանցը գալիս անդադ անհանգստացնում է, հե ինչ եղա, մի օր էլ ինձ ասեց Արի Պեպանյան, ես քեզ հետ պարզանկյալ զրուցեմ։ Ասեց դու մի քիչ ուտոպիական կարծիք ունես այդ մեր ուժային կառույցների վերաբերյալ։ Չկոնկրետացնեմ, որ մեկը սաղնել ունի։ Ասի ինչի նկատի ունես։ Դե ասեց քեզ թվում է թե այդ կառույցը որ կա, ինչ որ բան ունի, գործառույթներ ունի հաստատված, ես դրանով ես զբաղված։ Ասեց չէ։ Հիմնականում ասեց նրա ներկայացուցիչները իրենք այսպես տանիք են կանգնում որոշ բիզնեսմենների, որպեսզի հարկային չճնշեն եւ դրանք դիմաց փող են առնում։ Մի մասն էլ ասեց իրենք իրենց համար բիզնես են ստեղծել ու քանի որ այդ ուժային զոր կառույցներից են, այսպես սահմռկեցուցիչ անոններով ոչ մեկը չի գալիս իրենց մասնավոր այս բիզնեսն ստուգի եւ դա է իրենց հիմնական գործը։ Ձեռի հետ էլ ասենք այդ ինչ-որ բաներ։ Իհարկե սահմռկելի էր, բայց մյուս կողմից էլ անսպասելի չէր, քանի որ այն իրականությունը որ կար, այդ իրականությունից դիցանվեր այդ ուժային կառույցները։ Բայց հատկապես հիմա, երբ որ առավել քան ակնհայտ երևում է, որ երկիրը թե ուր է գնում, երբ որ ոտնձգություն է կատարվում հայ առաքելական եկեղեցու հանդեպ, որ 1700 տարի եղել է միակ հիմնասյունը, դեպքում արդեն այդ հարցը, այդ իսպանական ամոթը էլ ավելի խորանում, ես նայում եմ մնացած անիծում են այդ մարդկանց, ու ասում ես լավ, միթե իսկապես այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում իրենք, միթե չեն հասկանում, որ իրենք կանում են քայլեր, որ կարող իրենք էլ ոչնչանան, տնով, տեղով, ամեն ինչով հասկանում եք, ու սա է, որ սահմռկեցնում է, և օրերս էլի մի այդ համակարգից լավ տեղեկ մարդու հետ զրուցում եմ, անհանգստությունս եմ ասում և ասում եմ հասկանամ կօգնես ինձ, ասում է պարոն Պեպանյան, դե գլխավորապես բան են, տուն են պահում ու շատ չի հետաքրքրում, թե ուր են տանում, ինչ են ասում, ում են ասում ջնջխի, առանձնապես չի հետաքրքրում, ասեց, բալավ ասում եմ էլի հարց եմ տան, ինչպես, չեն կարողանում տեսնել ապագան, որ իրենց ինչ է սպառնալու, գիտեք ինձ ինչ ասեց հիշում եք, պարոն Պեպանյան, դուք ասում եք, որ ժողովրդի մեջ 3 շերտ կա, ազգակիցներ, որոնք ունեն համայնքային մտածողություն ազգի հայրենիքի ընկալում, եւ երկրորդ շերտ ասում եք, որը իրանք անդադ մտածում են ինչ-որ մի բան փախցնեն, խաբեն մարդկանց եւ այլն, իրենց ազնական եւ երրորդ շերտ եք ասում։ Բնազդով ապրող մարդիկ վերլուծելու ունակություն չունեցող, ասած այդ համակարգը գլխավորապես դրանք են եւ իրենք ի վիճակի էլ չեն, որ վերլուծեն, հասկանան, թե ինչ է կատարվում, իրենք ինչ են անում, ասած դա
չկա իրենց ընդամենը հանձնարարում են, հրամայում են, գնացեք սրանց ջնջեք, ոգևորված էլ գնում, անում են, հասկանում եք։ Տխուր է իհարկե, բայց շատերը հիմա գրում են 1937 թիվ։ Ես նույնիսկ ուզում եի այս հաղորդման վերնագիրը դնեի 1937, բայց ավելի դիպուկ վերնագիր կտա։ Ով որ տեղյակ չի 37-ը ինչ է, հիշեցնեմ, որ Ստալինյան բռնատիրության ժամանակներում 36-37 թվականներին բռնատիրություն եղավ համատարած մարդկանց հավաքում էին առանց դատու դատաստանի ձևական ինչ-որ բաներով, ոչնչացնում էին մտավորականության հազար մի կեղծ պատճառներով եւ իշխանությունների ձեռքը բռնող չկար։ Կար այդ վերևի մարդը իր ուժային կառույցներով եւ ինչ ասում էր, անմռունչ անում էին, հասկանում եք։ 1937 Ես ինքս լավ հիշում եմ 2003 թվականն էր կարծեմ, երբ որ ճանապարհ հաղորդաշարն էի վարում, ահազանգեցի, ասի հարգելիներս, մենք իբր թե պետություն ենք ստեղծել, բայց իրականում այստեղ ական է դրված, մենք չենք ստեղծել զսպիչներ, որ ասենք իշխանական այս կառույցը վերահսկի այն մյուսին, ինչ որ պետության ղեկավարի ձեռքերը բռնի, եթե ինքը ինչ որ մի հակաօրինական բան անի, ասի, սա մենք չունենք ասի, եւ թղթի վրա իհարկե կան գրված է, բայց պահանջվող մարդիկը չկան, այդ ինստիտուտները թղթիվական, բայց այն մարդիկ ովքեր որ դա կրեն, իրենց ուսերից են ողնաշարը ունենան, այդ մարդիկը չկան, ասում էի։ Ու մենք այդ ինստիտուտներն էլ չենք լցել այն մարդկանցով, այդ որի կարիքը կա։ Այդ երրորդ շերտի մարդկանցով տենց համատարած լցրել ենք, հասկանում եք։ Եվ ասում էի, եթե առաջի դեմքը որոշի ինչ-որ վատ բան անել, հրա ձեռքը բռնող չի լինելու։ Որտեղ ասում չկար այդ ինստիտուտները։ Մեր մոտ դիկտատուրա է։ Ինչ-որ մեկը գնացել է վերև, մյուս կառույցները զսպիչներ չկան, ինչ ուզի կանի։ Եվ ասում էի, դա 2003-ն էր, ասում էի, կախված է ամենը առաջի դեմքի մակարդակից։ Հիմա ասում եմ դուք դժգոհում եք առաջի դեմքից, բայց ասում եմ ինքը որ ուզենա ավելի վատ բաներ կարող է անել։ Հասկանում եք, ինքը հիմա չի անում, որտեղ ասենք իր մեջ այդ մշակույթը կա, իր մեջ էլ դրված չի կարելի ներկան, ասում եմ։ Եվ բայց ասում եմ չի բացառում, որ գան մարդիկ հետագայում, ես լավ հիշում եմ։ Այն ժամանակ անընդհատ նամակներ էին գրում, այդ երկուսը գիտեք որ երկուս, այս են անում, այն են անում, ասում եմ հարգելիներ, ես էլ եմ դժգոհ իշխանությունները ձեզ ասացի, որ մի քանի անգամ ինձ այսպես աշխատազրկել են։ Այո, ասում եմ, բայց այս մարդկանց կենսագրության մեջ, որ ման կա գոնե կես էջ կգտնեք դրվագ, որ պետության համար ինչ-որ բան են արել։ Ասի, այ դուք զգուշացեք, երբ որ կգան մարդիկ, որոնց կենսագրության մեջ չի լինի հայրենիքին մատուցած ծառայություն, այն ժամանակ դուք կտեսնեք վատ իշխանությունը։ Նրանց ձեռքերը բռնող չի լինելու եւ ինչ ուզենան, անելու է։ Ես այս խոսք ասեցի, հիշեցի, 19 թվականներ հրավիրված էի մի ալիքի հեռուստահաղորդման հյուր էի, էլի խոսում եք եկա հասարան, էլի նույն ասեցի, որ չկան զսպիչներ, 19 թվական, ասի հիմա այն մարդը, որ վերևն է, ասի եթե որոշի, մի օր վեր կենա եւ ասի ես ուզում եմ Երևանի բնակչությունը լցվի բանը, Երևանյան լիճը, ասի լինելու է, նախ ասի մի 10,000 հոգի խանդավառ այսպես պաստառերը բռնած կասեն, մեր սուրբը, դա է մեր փրկություն, գնան կլցվեն, այն մնացածներին ովքեր չեն ուզում, ասի ոստիկանությունը բոլորին կլցի, ել չի նա իրենց հարազատ են, ինչ են ասի, որտեղ զսպիչ չկա, այնտեղ ինչ որ մեկը գա, որ մի քիչ շեղում ունենա, վերջ երկիրը կործանվելու է, ու այս ահազանգը ես հնչեցնում էի, ասացի Երևանից, ու հիմա մենք եկանք հասանք դրան, ինչու սա լինում էր, առաջինը այդ պետության զսպիչներով ինստիտուտներ ստեղծելու մշակույթը մեզանում չկա, պատմականորեն չկա, մենք չենք տեսել, պետություն տեսել եք սովետականը, դա էլ նույն դիկտատուրան էր, նույն ձև էլի մի հոգի վերևը կամ մի խումբ մարդիկ անում են, մենք չենք տեսել զսպիչային պետություն, զսպիչներ ունեցող պետություն, ասենք զսպիչը որն է, որ ասենք այստեղ կա մի կառույց, որը կարող է ձեռնբակալել վարչապետին, եթե ինքը սխալ բան է, հիմա էլ կան դրանք թղթի վրա գրված են, հասկանում եք։ Բայց այդ մարդիկ այդ մշակույթը չկա, մենք չէինք կարող դասարկել, չենք տեսել, հասկանում եք։ Ու ես սա, որ ասում, սա քննադատություն չի,
մեր մշակույթը դա է, հասկանում եք, մենք քաղաքակրթական բարձր զարգացում ունենք, անցյալով ինչ որ մեր այդ առանձնյակները ստեղծել են ինչ որ բարձր արժեքներ, բայց քաղաքական զարգացման մակարդակով մենք ֆեոդալական կարգերը չենք հաղթահարել։ Երբ որ եկանք հասանք ֆեոդալական կարգերին 11-րդ դար, այդտեղից մեր պատմությունը վերջացել է։ Էլիտային ոչնչացին, զանգված անգավ օտարի լծի տակ ու լրվեց։ Ու ֆեոդալական կարգերը մեր մենթալիտետից դուրս չեք։ Եթե ինչ որ մեկին պաշտոնի ես նշանակում, այս փոքր կարևոր չի, գնացեք սա խոշորացուցով։ Բոլորը իրենց ֆեոդալ են ուզում, մնացածները պետք է իրենց ենթարկվեն։ Ես մի ցցուն օրինակ գիտեմ, երբ որ նախարար էին նշանակել ֆեոդալական ճարտարապետական կարգեր էր հաստատել։ Արժանապատվությունը ծոմատի թողել դուրս են, մնացածները ինչ որ տենց հարմարվել են, հասկանում եք։ Ու մեր մենթալիտետից բխում է այս կառույցը, որ մի հոգի պիտի լինի վերև, ու կախված այդ մի հոգին էլ ինչ արժեքներ կունենա, եթե չափի մեջ կլինի, կորրանք ուրիշ բան, կորրանք են նախկիները ոդքան դժգոհում եք, բայց բաներ կավ չէր արվում, չէ՞, քան հիմա։ Իրենք իրենց մեջ զսպիչ ունեին, հասկանում եք, պետականորեն չկա դրանք ունի, չեմ ասում ինչ որ հզոր զսպիչներ, բայց կային։ Այս նորերի մոտ չկա դրանք։ Ես մի անգամ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ զրուցում էի հաղորդաշարից մեկում, կարծեմ ճանապարհն էր։ Այսպես էլի խորացանք այս թեմաների մեջ, դարդուցավ հենց այս թեմայի ինչ ունենք, ինչ չունենք, ես ասացի պարոն Հովհաննիսյան, հիմա պատկերացրեք այսպեսի մի բան։ Մենք մի հատ սարք ենք գտել երկուսով, որ եթե մոտենանք պետական շենքերին, որի վրա Հայաստանի դրոշը ծածանվում է, նախարարություններ, ուժայիններ եւ այլն, մարզպետարը, որ ուզում եք։ Ըստ եթե սարքը ձեռքին մենք sense մոտենանք Հայաստանի շենքերի մոտերով գնանք, այս սարքը միացնենք շենքի դեմը, որը պիտի մեզ ցույց տա պետական մտածողության ցուցիչը, տոկոսը ասի։ Ինչ է կարծում, ինչ ցույց կտա։ Ասեց 0։ Ու իսկապես է 0 եղել։ Մենք ձևացրել ենք թե պետություն ունենք, մենք ձևացրել ենք թե կառույցներ ունենք, բայց իրականում չենք ունեցել։ Մենք մեր մենթալիտետից, ասի ֆեոդալական կարգեր, այդ վերևինը ֆեոդալ է, դիկտատոր է, կախված իր կրթությունից, իր ներքին մշակույթից ինքը ինչ-որ բան կանի կամ հակառակը կանի։ Դրան ասում եմ գումարվում է այս մենթալիտետ ֆեոդալական կարգը դիկտատորական ձեռնտու է նաև իշխանություններին եղել է եւ հիմա էլ քանի որ ասացի խակ ժողովրդավարության համակարգի մեջ էին մտցրել մեզ որտեղ ընտրություն չէին կարող անել եւ էլի չեն կարողանալու անել իրենց պետք է այդ դիկտատորական կարգը որ երկիրը պահեն ինչ-որ բաների մեջ ընդհանրապես ես դիկտատորային դեմ չեմ եթե ասենք ինձ տակ լիազորություն եւ ասեք այս երկիրը կարգի բեր ես կասեմ թե դիկտատուրա լինի ժամանակավոր բայց լուսավորյալ բոլոր օրենքները դիտենք ակում սացարագիրը սանում եմ ովքեր որ ընդվզեց հակառակ բան է լինելու լուսավորյալ դիկտատուրա ես ժամանակավոր դրա կարիք կա խնդիրները լուծելու մարդկանց վարժեցնելու սրիկաներին պատժելու ընդհանրապես պետություն ինչի համար է պետությունը վատ հատկանիշները զսպելու համար է իսկ մեզանում մենք դա չենք տեսել հասկանում եք բայց հիմա մենք լուսավորյալի փոխարեն էլի ունենք դիկտատուրա հիմա բայց ասացի ստորակարժ ինչու ստորակարժ չեք կարծում այդ հարցը պատասխանը փորձեք դուք տակ ուրեմն սա մինչև 2018 թվականներ 2018 թվականից որ այդ ատելության հեղափոխությունը որ եղավ նրանք ովքեր կանգնած էին այս գործի թիկունքում շատ լավ գիտեին մեր իրականությունը նրանք գիտեին որ այստեղ զսպիչներ չկան իրականում պետական ինստիտուտներ չկան իրականում այդ ինստիտուտները այն մարդիկ չեն որոնք պետք է սա ձևական է եւ գիտեին որ ինչ-որ մի քանի դեմքեր են որ պահում են այդ դեմքերին հանեցին այդ համակարգը հնու հնազանդ պատրաստ է ամեն ինչ կատարելու հասկանում եք եւ օգտվեցին դրանից եւ օգտվում են քիչ թե շատ էլ ինչ որ մարդկանց դուրս դրեցին եւ հիմա օգտվում են ու դուք էլ տեսնում եք որ գալու էր սրան առաջին ծիծեռնակը ես նկատել եմ 2019 ապրիլներ կարծեմ ոստիկաների աշխատավարձը կտրում բարձրացվեց ես ինձ խորատես մարդ եմ համարում անմիջապես հասկացա ինչ է լինելու եւ մի երկ տող գրեցի Facebook-յան էջում գրեցի այո
Օգոստոս կայսերն էլ դրանից սկսեց պրետորյանների թիվ ավելացրեց։ Ինչ հայց Օգոստոս կայսերը։ Իր հոգևոր հայր Հուլիոս Կեսարը թիկնապահ չուներ, իր վրա վստահ էր սպանեցին այդ սենատում։ Ինքը տատեսնելով որոշեց, որ պիտի թիկնապահներ ունենա, թիկնապահներ, եւ վերջում գիտեք քանի թիկնապահ ուներ։ 9000 թիկնապահ ուներ Օգոստոս կայսրը։ Եվ ոչ թե 9000 իր հետ գնում են գալիս էին։ Հռոմում ասենք որ էր 1000, Հռոմից դիգնար ինչ-որ կապուա, ասենք թե մի 500 հոգի են ուղեկցում էին, գնում են կապուա մի հատ մեծ զորանոց կար, որտեղ մի 1000 հոգի են տեղ էր։ Մի 1000 են ուրիշ քաղաքում, այսպես երկուսած 9000 թիկնապահները, ասենք կարող է քաղաք չգնար տարվա մեջ, իրենք այնտեղ էին, բարձր աշխատավարձ էին ստանում, արտոնություններ ունեին, կայսեր մեծ մի հատ բան էր սարքել, ու որ ոստիկանների աշխատավարձ բարձր, ես հասկացա, պրետորյանների համակարգ է ձևավորվում, որը մենք հիմա տեսնում ենք հենց այս պահին էլ նրանք Գյումրիում են, ես որակը ասացի, թե ինչ են։ Հիմա մի դիտարկումի անդրադառնամ, մի անձնավորություն քաղաքագետ մի գրառում է արել եւ մի կտոր ձեզ ներկայացնեմ ու միասին խորհենք։ Ինքը ասում է. Իշխանությունը ոչ հանրային ռեսուրս ունի, ոչ ուժային մարմինների հավատարմություն, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ ապագայի նախագիծ, այսինքն հեռանկար։ Իսկ որն է ռեսուրսը, միակ ռեսուրսը արտաքին աջակցությունն է եւ այս առումով արդեն այլ գույներով է սկսում փայլատակել Թուրքիա կատարած այցը, որից հետո սկսվեցին ռեպրեսիաները։ Այն մյուս կետերը ես չեմ վիճարկի, բայց ահա ուժայինների հետ կապված հավատարմություն, որ ասում է, չունի, գուցե հավատարմություն չունի, բայց հնազանդություն ունի, նշած ես պատճառներով, նշած ես որակի մարդիկ են, նշած ես պատկերացումներով եւ դա աղետալի է, իսկ որ դրսի արտաքին աջակցությունը դա էլ պարզ է, այլապես այսպես սերերը չէին մերկացնի։ Հիմա ենթադրելի է, որ այս ամենի հետ կապված այնուամենայնիվ ուժային կառույցներում այսպես քողարկված ներքին դժգոհություններ կլինի ինչ-որ շերտերի մոտ, հասկանում եք։ Բայց որպեսզի դա ինչ-որ բեկում լինի եւ ինչ-որ փոփոխություն այդ համակարգի ներսում, նրանք կուզեն, որ դրսում ուժ տեսնեն, որ ինչ-որ այստեղ հավաքականություն կա, ժողովուրդը ինչ-որ ահա ուր որ է ինչ-որ աջակցության կհասնի, նոր ասենք այդտեղ ճաքեր կտա։ Բայց ցավոք սրտի այն ուժերը, ովքեր որ կանգնած են այս ամենի թիկունքում, ես աշխարհաքաղաքական ուժերը նկատում, նրանք հատուկ տեխնոլոգիաներ են կիրառում եւ այդ հատուկ տեխնոլոգիաներով ժողովրդին շրիշակացրել են, իջեցրել են այդ մակարդակի անհույս անգամ, իրականում ժողովուրդը սա չի։ Ժողովուրդը պատկերացեք, հատուկ դեղ սրսկեք, ինչ են ասում, ցավազրկող, պատկերացեք սրսկեք, որ ինքը չկա այդ ռեակցիաները։ Հատուկ մեխանիզմներով դա արած է, մեր ժողովուրդը այդքան վատը չի եւ մի էլ վատաբան է։ Դանի գումարած մամուլում մի հաղորդագրություն եղավ, չգիտեմ որ կարավ է հավաստի, որ գնացել էր Թուրքիա, խնդրել էր իրենից մեծաքանակ ուժայիններ, որպեսզի անվտանգություն ապահովի եւ այդ պատվերը կատարի այն պատվերը, որը հիմա կատարման ընթացքում է, թե որքանով է ճիշտ չեմ կարող ասել, ընդհանրապես փաստում եմ, որ մամուլում կա։ Ես հիմա որ հետևում եմ համացանցին, այս սրտամորմոք գրառումներ եմ տեսնում ազգակիրներից, ով հասկանում եմ իրենց վիճակը, դիմում են դատախազություն, ԱԱՑ, ուժայիններ, իմիստներ, միթե չեք տեսնում ինչ է կատարվում, քայլ ձեռնարկեք եւ այլ։ Ես այս հաղորդման նպատակը այն է, որ ասեմ հարգելից չկան դրանք, բավուց չկան, երբեք չեն եղել։ Ինչ որ դե մարդիկ են եղել, որոնք իրենց ուսերին վերցրել են այդ պատասխանատվությունը, ինչ որ ձև երկիրը պահել են աջ ծախ, մեկ-մեկ խփելով ժայռերին, հիմա դրանք չկան։ Եվ իսկապես նայելով մենք իսպանական ամոթ ենք զգում այդ մարդկանց հանդեպ, որոնք անում են այն, ինչ որ անում են։ Բայց եւ այնպես հիմա այսպես է դասավորվել։ Մենք մեր կարելի ասել մեղքի բաժին ունենք, որ այդ կառույցներ ունենք, բայց մյուս կողմից էլ ես ասում եմ, այստեղ մեղավոր չկա։ Մեր մենթալիտետը, մեր հանրահայտնություն այդ մակարդակին է։ Երևի թե այս կարակների միջով պիտի անցնեինք, որ հետո իմանայինք, որ եթե մյուս անգամ որ պետություն կառուցելու լինենք, այդ ինստիտուտը որ անունը գրենք, ներսը տանենք այնպիսի մարդկանց, որոնք
կկատարեն են գործառույթները եւ ոչ թե իրաց SMS կգրեն մարդը, որ իրավունք ունի SMS գրողի կալանավոր է դիմում է գնում։ Որակի հարց է, հասկանում եք, մենթալիտետի որակի ինչ որ խառը վիճակ է, որից օգտվում են հրաշալիորեն աշխարհաքաղաքական ուժեր, որոնք լավ գիտեն մեզ ու իրենք են նպաստել են, որ հենց մենք հանկարծ չզարգանանք քաղաքականապես։ Ինչ արել։ Ես որպես գրող ասել եմ իմ հերոսներ եղել են բունտար բառ ասեմ, հայերեն համարժեք չեմ գտնում, խռովարար, հա, խռովախույզ մարդիկ, Հուլիուս Կեսար, Բոնապարտ, Ադոլֆ Հիտլեր, Ալեքսանդր, որ այդպես աշխարհ են խառնել եւ հերոսը ընտրելուց բարձր դու էլ քիչ միջ ունես, էլի, քեզ պիտի հոգի հարազատ լինի։ Իմը դա կա։ Ու ես դեմ չեմ որևէ մի միջոցին, որևէ մի բան, եթե դուք զգում եք դա հայրենիքի համար պետք է, ես դրան դեմ չեմ, բայց նշածս իրավիճակում, եթե համարամասն նայում եք, հավանականություն դուք հաշվեք։ Ես արդեն համարյա 10 տարի առաջարկում եմ, իսկ 21-ից հետո էլ, երբ որ Արցախի կեսը արդեն չկար, ես ահազանգում եմ, ասում եմ, հարգելիներս, իրավիճակը ես տեսնում եմ, ուժերի համամասնությունը տեսնում եմ, այդ նշածս ամեն ինչ տեսնում եմ, եւ ասում եմ, այսօր օրակարգում Արցախի հարցը չէ, Արցախի կեսը դեռ մերն էր։ Ավելին ասում եմ, այսօր օրակարգում Հայաստանի հարցը չէ, չկան դրանք որպեսի պահեն ձեզ պետական կառույցներ են պետք, որոնք չկան, բանակել չկա, հասկանում եք։ Մի հարց կա, ասում եմ, ազգակիր տեսակի պահպանություն է, որոնց ես ասել եմ 60,000 է, ասում եմ, եկեք մտածենք ինչպես ենք փրկում իրենց, որովհետև իրենք են ժողովրդի աղը, իրենք եթե չեղան, իսկ դրսի ուժերը նպատակային ամեն ինչ անում են, որ սրանք թուլանան, ես դրա մասին հաղորդում ունեցել եմ չմարամասնեմ, ու հիմա էլ եմ պնդում, ոչ մի բանի դեմ չեմ, բայց ինձ համար առաջնայինը այսօր ազգակիր տեսակի պահպանություն, որը հիմա այսօր տոչորվում է, մորմոքվում է, մի մասը կարող է թողնի գնա, մի մասը անհուսության մեջ պարփակվի իր մեջ, դա արդեն կլինի վերջնական աղետը։ Եվ մենք կվերադառնանք 11-րդ դարի վիճակին, երբ որ 10 միլիոն մարդ կար, բայց մարդ չկար, 10 միլիոն հայ կար, բայց մարդ չկար, հետև այդ տեսակը չկար, աստիճանաբար Աստծո հրաշքով հիմա առաջացել է ինչ-որ մի քանի տոկոս, իրեն պիտի պահենք, մյուս, եթե իրենց չեք պահում կամ իրենց չեք համախմբում, ուրիշ ոչ մի բան չեք կարող անել։ Իսկ սա անելու համար ես ձեզ ներկայացրել եմ ազգային վերելքի ուղի անունով սխեմա ասեցի, հիշեցի, հիմա Սրբազանի այդ կեցավայրը հետախուզել են, ինչ են ասում, խուզարկել են, այդտեղ կարող է թղթեր գտնել երկու հատ, որտեղ այսպես գրած է գործողությունների պլան բլոկ սխեմաներով։ Ասեմ, որ դրանք հեղափոխական ինչ որ իշխանություն տապալելու կոչեր չեն, մեկը ազգային վերափոխման սխեմա է, ինչ քայլերը պետք տեսականորեն, որ ասեք ժողովուրդ այս վիճակից դուրս գա, երկրորդը ազգային ազգակիրների համախմբման ինչ որ բան է։ Այդտեղ հանկարծ չընկալեն, որ իշխանության տապալման սխեմա է։ Այսօր այսքանն էր, առաջիկայում մենք էլի կխորանանք այս թեմաների շուրջ, ինչպես ազգակիրների ինքնակազմակերպում իրականացնենք։ Այսքանը միշտ նոր հանդիպում։